Հիսուս Քրիստոսի արձանը հատիսի գագաթին տեղադրելու պրոյեկտը դեռ հորով մորով չարած, Գագիկ Ծառուկյանն ինչպես պարզվեց, որոշել է զարգացնել աստվածաշնչյան թեմատիկան նաև քաղաքական դաշտում։ Ինքզինքը մերօրյա նոյի տեղը դրած, ինչպես պարզվեց, ԲՀԿ առաջնորդը որոշել է քաղաքական տապան շինել, որի մեջ կներառի ոչ թե ֆլորայի կամ ֆաունայի ներկայացուցիչների, ինչպես Նոյ Նահապետը, այլ քաղաքական տարբեր ֆիգուրների։ Նրանց, ովքեր իր կարծիքով կտեսնեն փրկության ու վերածննդի ճանապարհն ու կառաջնորդեն տապանն այդ լուսավոր ճանապարհով։ Ծառուկյանի փրկարարալուսավորչական տապանի առաջին այցելուն, ինչպես պարզվեց, ամիսներ առաջ Ռոբերտ Քոչարյանի մոլի աջակիցներից մեկի կուսակցությունն անվանափոխած ու դրա առաջնորդը դարձած Անդրանիկ Թևանյանն է։ Վերջինս, ինչպես հասկացվեց ՀՄԿ-ին տված նրա հարցազրույցից, իրեն դրել է հայտնի կենթանու տեղը, հերքելով իր ռուսաստանյան հետագիծն ու տապանի Ռուսաստանի Դաշնության կողմից ուղղորդված լինելը։ Չգիտենք նորահայտ տապանի քաղաքական կլիենտուրայի մեջ այս պահին հավ կա թե ոչ, բայց համոզված ենք, որ նույնիսկ եփած հավի ծիծաղը հարուցեցին Թևանյանի նման հերքումները։ Փոքրիկ սպրավեճկա առ այն, թե ով էր Թևանյանը հեղափոխությունից հետո։ Եվ ուրեմն Մայր Հայաստանի առաջնորդը կամ ինչպես ժողովուրդն է նրան մկրտել Դոնբասի Անդոն, Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի հետ քիմիական կապ ունեցող Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան դաշինքի падգամավոր էր։ Մանդատն էլ վար դրեց 2023 թվականին Երևանում կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Մասնակցեց, բայց մայրաքաղաքը վերցնելու, հետո էլ երկրում ամբողջական իշխանափոխություն անելու նրա մուրազը անկատար մնաց։ Իշխանությունը վերցնելու հաջորդ փորձը Թևանյանն արեց նախորդ տարի Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցելով ու Սերժա-Քոչարյանական ուժերի կոնգլոմերատի կազմում Հայաստանի երկրորդ քաղաքի կառավարումը Վարդան Ղուկասյանին հանձնելով։ Կաշառքի գործով քրեական հետապնդման ենթարկվող կալանքի տակ գտնվող Ղուկասյանին համայնքապետ կարգած ընդդիմադիր ուժերը, հիշեցնենք, սրանք էին Մայր Հայաստանն իր 2 մանդատով, Կոմկուսը «Да здравствует Советский Союз» կազմով, ինչպես նաև կադրային չեկիստ, Սոլովյովի տաղավարում կռի նաշ ազդարարած Արթուր Վանեցյանի ու Սերժ Սարգսյանի մոտ падգամավոր աշխատող Մարտուն Գրիգորյանի մեր քաղաքը դաշինքը։ Իդեպ Սերժ Սարգսյանի, որը հիշեցնենք, Եվրամիության հետ տարիներ շարունակ համաձայնագիր էր բանակցում, պնդում, որ Մաքսային միությանը չի միանալու, բայց Պուտինի հրահանգով մեկ գիշերվա մեջ որոշում էր փոխում, համաձայնելով միանալ նույն այդ միությանը։ Այն Սերժ Սարգսյանի, որը 2021 թվականի ազգային ժողովի նախընտրական քարոզչության ժամանակ նախատում էր Նիկոլ Փաշինյանին, թե «Արա դու ով դարձար, որ Ռուսաստանի Դաշնության նախագահին օդանավակայանում չդիմավորես, կլինի Պուտինը, Մեդվեդևը, թե Ելցինը»։ Հմի, ինչպես գյումրեցիք կասեն, կարևորը դիք չէ։ Կարևորը Դոնբասի Անդոյի կամ Անդրանիկ Թևանյանի արած անհամոզիչ պնդումն է, թե իրենք ռուսական պրոյեկտ չեն, ու այս համատեքստում արած համոզիչ պնդումը, թե այո, տապանն իր բնակիչներով պատրաստ է գալիք խորհրդարանում էլ Գյումրի 2 անել։ Այն է, եթե դիցուկ խորհրդարան անցած Ռոբերտ Քոչարյանի կամ ռուսաստանցի գործարար, Ռուսաստանից գործուղված Սամվել Կարապետյանի գլխավորած քաղ ուժերին միանալու խնդիր ծագի, իրենք 4 ոտքով, ներողություն, 2 ձեռքով, 2 ոտքով համաձայն կլինեն։ Կասկածող ենք փնտրում։ Սերժ Սարգսյանի ոճով ասենք. Արա դուք ով եղաք, որ կոպիրկինների ու Կիրիենկոների ցուցումները չկատարեք, ջուրը լցնելով Հայաստանում վլաստը փոխելու նրանց տիտանական ջանքերը։ Իդեպ ժամանակ առաջ մամուլը գրեց, որ Թևանյանը հրավիրվել է Մոսկվա Պուտինի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Հայաստանի գծով քարոզչական աշխատանքները կուրացիա անող Կիրիենկոյի հետ հանդիպման։ Անդրանիկ Թևանյանն ու Մայր Հայաստանը Ռուսաստանի համար ընկալելի եւ հարմար գործընկերոջ համբավ ձեռք բերեցին Դոնբասի շրջան հրապարակայնորեն պատվիրակություն ուղարկելով, մասնավորապես գրել էր մամուլը։ Արտդառնանք մերօրյա նոյի Գագիկ Ծառուկյանի ռուսական հետագծին, որն այնքան բացահայտ է, որ պարզաբանելու կարիք չկա։ Արտառոց չեն նրա հաճախակի այցերը Ռուսաստանի Դաշնություն մասնակցելու տարատեսակ տնտեսական, կուսակցական եւ այլազան միջոցառումների, ձեռքի հետ էլ ճշտելու իր անելիքները քաղաքական դաշտում։ Ռուսաստանի Դաշնություն իր վերջին այցերից մեկի ժամանակ ԲՀԿ առաջնորդը խոսել էր Դաշնության հետ եղբայրական հարաբերությունները վերականգնելու մասին, միաժամանակ հավելելով.
Երիտասարդներին պետք է պատմել, թե որքան շատ բան է անում Ռուսաստանը Հայաստանի համար, բայց խոշոր երկրներն այժմ ցանկանում են կարգավորել իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ, մինչդեռ պաշտոնական Երևանը փչացնում է դրանք։ Դա անթույլատրելի է, պետք է վերականգնել հարաբերությունները։ Ինչ որ բան հուշում է, որ հասարակությանը քաջ հայտնի քաղաքական պլոտնիկների կառուցած տապանը խորտակվելու է, այդպես էլ փրկության ափ չհասցնելով դրանով նավարկել պատրաստվողներին։ Փրկիչների դռան այժմ էլ ծնկելու է Նոյի ագրավի կարգավիճակը, դրանից բխող հետևանքներով։ Իսկ հետևանքներն այն էին, որ ագրավը թռավ տապանից եւ այլևս չվերադարձավ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։